Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Մակինյան, թեև դատական նիստը դռնփակ ռեժիմով շարունակվեց, այդուհանդերձ մի փոքր պարզաբանում ինչ հարց քննարկվեց եւ ինչ որոշում կայացվեց։ Փորձեմ իրավական պարզաբանում տամ, ուրեմն ձեր ներկայությամբ ես ներկայացրեցի հիմնավորումներ, որ մենք քննարկելու ենք հարց, որը օրենքով պահպանվում է, ու հարգելով իմ ներկայացրած միջնորդության հիմնավորումները եւ օրենքը Հայաստանի Հանրապետությունում գործող, այդ մասին ցավոք չեմ կարող խոսել։ Եթե այլ հարցեր կան, խնդրեմ։ 30 միլիոն գրավ մնաց անփոփոխ եւ բացակայելու արգելք խափանման միջոցով վերացվեց պարոն Մակինյան։ Ուրեմն տեսեք, պարոն նախագահի նկատմամբ դուք գիտեք, որ 4 քրեական գործ է քննվում եւ տարբեր քրեական գործերով տարբեր խափան միջոցներ կան կիրառված։ Ուրեմն այսօրվա ռեժիմը այդ խափան միջոցները կիրառում է, պահպանում է եւ բոլոր տեսակի անհարմարությունները ստեղծում է պարոն նախագահի համար, այդ մասով հանգիստ եմ։ Ես հանգիստ լինելու խնդիր Այսօր միջնորդություն եք ներկայացնելու, որ եւս դռնփակ նիստում եղավ, ներկայացրեցիք ինչ որոշեցիք։ Դատարանը որոշեց խափան միջոցը պահպանել։ Հասկանալի։ 30 միլիոն գրավ։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Դա հրապարակման ենթակա է, դռնփակ նիստում եթե նույնիսկ քննարկվել է որոշման մասը խափանմիջոցից, հրապարակման ենթակա է, ինչն է պատճառը, Ես ձեր բոլոր հարցերին պատասխանում։ Հարցերից հարցնել տարակարծություններ չի։ Տեղեկացանք, որ խափանման բացակայելու արգելքը վերացել է եւ գրավն է միայն մնացել։ Ուրեմն տեսեք, բացակայելու արգելքը ավելի խիստ մեղադրանք է պարոն նախագահի համար, քան այն մեղադրանքները Այո, ես դրանով դնում եմ մեղադրանք։ Այո, ինչի հիմա կասեմ ինչի է դա մեղադրանք։ Քան այն բոլոր շինցու մեղադրանքները, որոնք կան։ Ինչի։ Որովհետև բարձրաբանում այցես խափան միջոց բացակայելու արգելքը կիրառվում է այն տրամաբանությամբ, այն բանի համար, որ անձը կարող է թաքնվել Հայաստանի Հանրապետության սահմանը հատելով իր անձը հաստատող օգտագործելու միջոցով։ Հարց են բարձրացնում կա մարդ, ողջամիտ մարդ, չափահաս, ողջամիտ, մտածող մարդ, որ մտածում է, որ հանրապետության երրորդ նախագահը ունի այդպիսի մտադրություն, ցանկություն կամ այդպիսին իրագործելու ինչ-որ նպատակ։ Այդպիսի չի կարող լինել, դա բացառված է։ Դուք բոլորդ էլ գիտեք, ես այդպիսի միջնորդություններ ներկայացրել եմ նաև տխրարչակ դիզելի գործով, աննախագահ լինելով մեղադրել այդ գործով, դատարանի թույլտվությամբ մեկնել է Հայաստանի Հանրապետությունից, աշխատանքային այցերով եւ դատարանի կողմից նշանակված ժամկետին պատշաճ ներկայացել, ինչը դուք փաստեցիք այսօր պարոն նախագահի անձամբ տեսնելով։ Այսինքն թաքնվելու մասին խոսելը դա խելագարության կանխավարկածից բխող խոսույթ է, դրա մասին ընդհանրապես խոսել չի կարելի, որովհետեւ դա աբսուրդ է։ Բացակայ խափան միջոցները ընդհանրապես ինքնանպատակ չեն կիրառվում։ Եվ որպես լրագրողներ ձեզ խնդրում եմ հարցում կատարեք Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, քննչական կոմիտե եւ դատարաններ։ Պարզեք թե քանի անձի նկատմամբ է բացակայելու արգելք խափան միջոց կիրառվել։ Դա բացակայելու արգելքը ինքնին բավականին խիստ խափան միջոց է։ Ու դա ինքնանպատակ շատ դեպքերում առավել եւս պարոն նախագահի դեպքում կիրառվել է։ Դեռ նորից եմ ասում դրա համար է ես ասացի, որ դա շատ ծանր մեղադրանք է։ Մեծ ուղղված գործերից քանիսը էլի կայացել, որ բացակայելու արգելքը այնպես մյուս գործերով էլի կա բացակայելու արգելք։ Ուրեմն դիզելի տխրահարճակ գործը ընդհանրապես կա օրինական ուժի մեջ մտող դատական ակտ, որով խափան միջոցը վերացվել է։ Որովհետև միացված գործերով կիրառված են տարբեր խափան միջոցներ։ Այո, այո։ Մի գործով ընդհանրապես վերացված է։ Լավ եղեք, ստեսում ձեզ։